Լեա, ասա, որ գրիլյանի լանչերը շատ լավն են։ Լեա։ Նոր սպասիելի, ուղղակի շատ անհանգիստ եմ մերոնց հետ կապված։ Ոչ զանգերից են պատասխանում, ոչ զանգում են։ Ասա Լեա։ Մամ, ուր եք։ Ոչ ոքիցդ նորություն չունեմ։ Ոստիկանությունում։ Էլի։ Հա, հորդ էլի բռնել եմ։ Հասցե ասա ինձ գամ։ Չէ, գնա տուն։ Դու այստեղ անելիք չունես։ Մամ, ոնց չունեմ։ Ասացի չունես, գնա տուն։ Նորություն լինի, ես քեզ կզանգեմ։ Լավ, Լեա, հետո կզանգեմ։ Բարև ձեզ։ Բարև, Վահագ ջան։ Սպասել եք դանակը ոսկորին ասել, նոր եք ինձ ասել։ Հունանին գիտես, իրեն որ մնար ոչ մեկին չէին զանգի։ Լավ, խնդրում եմ մի հատ մտեք ներս տեսնենք ինչ է էլի հնարավոր անել։ Ասած գնամ թատրոն, ինչ-որ բան կա, ստորագրեմ, շուտ հետ գամ։ Լսեք, ո՞ր ինստիտուտ ա մտել։ Ես շատ իմանամ։ Կամ օրինակ այդ ինչ են անում, փորձ կամ ինչ-որ տենց մի բան ա, չի կարում պատասխանի։ Լավ, այսքան զանգում ենք, ոնց է լինի, դուրս կգար կպատասխաներ։ Մանան։ Մանան։ Ինչ ես կանչում Անանի։ Դե թող գա զանգի կուրսեցիներին, եթե ինստիտուտ ա մտել, հաստատ կգտնեն դավ։ Ես դուրս եմ գալիս։ Ապա սպասի հասկանանք ինչ ենք անում, նոր դուրս կգաս։ Ես կգնամ կհասկանամ։ Ինչ։ Մանան մի հատ զանգի կուրսեցիների թող տենան պապին թատերականում ա թե չէ։ Ինչով զանգեմ։ Իմ հեռախոսով ան։ Բայց ես ոչ մեկի համար անգիր չեմ հիշում։ Մանան մեջը կա համար։ Եթե չեմ սխալվում, գրած ա Լիլիթ Մանանի կուրսեցի։ Բայց ինչ ա եղել։ Դու զանգի հասկանան գտնում եմ պապին, թե չէ։ Ոչ մեկի զանգին չի պատասխանում։ Չգիտեմ ինձ ինչքանով է հաջողվելու Վովային Հայաստանից հեռու պահել։ Ախր տենց իրավիճակն ավելի է զբարթացնելու։ Բա ինչ անեմ։ Ախր այս ամբողջ պատմության մեջ մի հատ մոտ կետ կա։ Գիտես շատ օրինակելի ընտանիք են։ Բա պապիկը շատ բարի, հոգատար, ազնիվ մարդ է։ Թորանը փնտրելուց խոսեց հուզվեց։ Գիտես, մի բան չեմ հասկանում։ Տղեն Վովային բերել է հիվանդանոց Մոսկվայի ու հարազատներից կամ ոչ մեկին ոչ մի բան չի ասել։ Տարիներ շարունակ փնտրել են ու չեն գտել։ Ուրեմն այդ տղայի մահից հետո ինչ-որ բան ա պատահել, որ Վովայի հետքը կորցրել են։ Դե այն ժամանակ կապի միջոցները սենց չեն եղել։ Միտեղ զանգելն ու բան իմանալը շատ դժվար էր։ Չգիտեմ։ Մենակ մի բան ա պարզ, որ այդ մարդիկ փնտրել են ու միջև այսօր փնտրում են Վովային։ Երեխուց չեն հրաժարվել ու իրանց ճանաչելուց երևում ա, որ երբեք էլ չեն հրաժարվի։ Լավ, բա ո՞նց ա եղել, որ միջև հիմա էլ չեն գտել երեխուն։ Ինձ թվում է այդ ամենի մասին մտածելուց առաջ պետք է հասկանաս, որ Վովային այս ամենից հեռու պահել չի լինի։ Ես համոզված եմ, որ ճշմարտությունն իմանալուց հետո ինքը քեզանից չի հրաժարվելու։ Վախենում եմ, չգիտեմ։ Լավ էր գոնե այս հիվանդությանս հետ կապված կարողացա խաբել բերել Մոսկվա։ Լավ, այդ հիմա, բա հետո ինչ ես խաբելու։ Ընդհանրապես խաբելը լավ բանի չի հանգեցնի։ Զարմանալին է նա, որ այդքան բռնցքամարտիկների մեջ հենց Լեոյի մրցակիցը դարձավ ու շատ կարճ ժամանակահատվածում մտերմացան։ Դա էլ պատահականություն չի։ Ախր ես ճիշտ հասկացի։ Այս պատմությունից երեխուս հեռու պահելը էգոիզմ չի։ Ուղղակի ես շատ եմ վախենում, որ կկորցնեմ Վովային։ Ուղղակի պետք է հավատալ։ Վախեր մի կողմ դիր։ Չեմ կարողանում։ Ալո։ Դավիթ ջան Սահակյանն է, թատրոնի տնօրենը։ Հա, պարոն Սահակյան ջան։
Պապիկից լուր կա։ Ոչ մի ձև չեմ գտնում, ոչ միտեղ չկա, ոչ թատրոնում կա, ոչ էլ թատերականում։ Հենց գտնես անպայման զանգի, բոլորը շատ անհանգիստ ենք։ Պարոն Սահակյան, անպայման, հեսա զանգում է պապին, մի վարքյան։ Ալո, պապի ուր ես։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ձեր պապիկին գերեզմանատանն են գտել, իրեն շատ վատ է զգում։ Հիմա ո՞նց է։ Ուշքի ենք բերել, բայց լավ չի։ Շուտ եկեք, չի թողնում շտապ օգնություն կանչենք։ Շատ լավ, խնդրում եմ, մնացեք մոտը, ես հեսա հասնում եմ։ Ինչ կա, Վահագ։ Ժամանակ է պետք հարցը լուծելու համար։ Այսինքն այսօր բաց չեն թողելու։ Ոչ, ամեն ինչ այդքան հեշտ չի կատարվում։ Եվ մանավանդ ես ամենասկզբից պետք է իմանայի դա, որ իմանայի, որ հարցը ոնց եմ լուծում։ Ես քեզ խնդրում եմ ուշադիր լինես ու ինչքան հնարավոր է արագ կարգավորես։ Գիտեք որ ուժերես դերացին չափով ես ամեն ինչ կանեմ, դեռ ավելին։ Ֆիլիպը արզել չի երբեն բաց թողելու։ Չէ, Գրիշ ջան։ Շնորհակալ եմ, խնդրում եմ մեծ հետ կապի մեջ եղիր։ Անպայման։ Արլավս ինչ կինո բռնենք։ Նստիր ավտո։ Քշի հիվանդանոց, այդ աղոյի մոտ։ Հիվանդանոց ինչ կա։ Ասացի քշի հիվանդանոց, արագ։ Հանգիստ լստի չեմ կծի։ Հիվանդ եմ։ Հիմա էլ վարակվելու ես փռշտաս գլուխը ցավա, էլ ես մեղավոր դուրս գամ։ Չզանգեց այդ Լիլիթը։ Չէ։ Դու զանգի։ Զանգեցի, ասես դեռ չեն գտել։ Հիմա ինչ տակություն ունես, հա։ Քեզ ինչ։ Աննորմալ ես դու։ Բա հարց եմ տալի նորմալ պատասխանի։ Հո, իբր քեզ տենց հետաքրքիր է։ Մանամ որ հետաքրքիր չլիներ, չէի հարցնի։ Հա, բա, հավատացի։ Աբա ինչ պիտի անես, պիտի հավատաս։ Սուս մնա էլի։ Դու սուս մնա։ Լեո հավես չունեմ, մի խոսա։ Ուր։ Գնում եմ պապին գտնեմ։ Չէ, մնա տանը։ Ինչ ես ուզում։ Գնալու ես միտեղ վատանաս, մեկ էլ քեզ ման գանք։ Համեն լավ չեմ զգում ինձ։ Մենակ ես թողում, որ ինչ։ Լավ, լուրջ, նստի։ Հեսա Դավիթից կճշտենք։ Եթե պետք լինի, երկուսով դուրս կգանք։ Պապի, ինձ նայ, սիրտը տա։ Պապի, այդ ով էր զանգել։ Անծանոթ մարդիկ էին, օգնեցին ինձ։ Չկարացան մի երկու րոպե սպասեին մինչև գայի։ Ասեցի լավ եմ, գնացին։ Յարի գնում ենք հիվանդանոց։ Չէ բալա, տուն տար։ Պապի, գնում ենք հիվանդանոց։ Ալես խնդրում եմ, ինձ տուն տար։ Տուն։ Թող էլ ինչ ես ուզում, թող ապրեմ, բարուր ես անում, կարող եմ մի հատ էլ օրոր ես։ Աբա չուղեմ,
Չես ուղում է, դրել քաշքշում ես մոռանալու վերքից մասին։ Դու էլ ամեն ինչից բողոք ես։ Կպար, տողատակով կպար տիկին հունան։ Ոչ մի տողատակել չկա։ Ուղղակի հանգիստ պարկ է։ Զգում եմ, ինչ-որ բան ես ուզում խոսաս, ասես, ասա։ Ավ չեմ հասկանում ով այդ մարդը, որ ամեն անգամ գալիս է ու ասում է, որ քո պապան է։ Էրնա, դու ես կյանքում այնքան բան չես հասկանում։ Հանգիստ եղի, որդ մեկն էլ ավելանա ցանկին շատ բան չի փոխվի։ Իրավունք չունեմ իմանալու։ Ասել եմ, էլի ասեմ, նորից ասեմ, ինչքան ասեմ։ Դուրս արի Էրնա։ Ինչի՞։ Գրիշա հորաքրաճը դար դուրս։ Հայինա ջան, հայ ձեր ցավը տանը։ Մի անգամից ես ինչ մտնել մտակ։ Ոչ բարև մեզ, ոչ հաջող ձեզ։ Արա դու փորձանք ես ձեն այդ կդրիլը։ Վայ, Գրիգոր, մամային ասել ես, որ չարաճճի բաներ ես անում։ Էրնա, ավոյ հետ խոսելու բան ունեմ, դուրս արի։ Չէ։ Լավ, ոնց կուզես։ Ավո, այն որ դու կանխատեսելի թյուրիմացություն ես, այդ չի էլ քննարկվում։ Բայց ես քեզ ոնց բացատրեմ, որ դու հասկանաս։ Քո հետ ինչ լեզվով խոսեմ, որ դու ընկալ ես։ Հարց ջան, ցավը տանեմ, դու ոնց ուզում ես ասա խոսա։ Ես կփորձեմ քեզ լրիվ հասկանամ։ Ուզում եմ դու ու կինդ շատ հեռու մնաք իմ ընտանիքից։ Մեր բարեկամությունը մի կողմ, բայց մեզ ընդամենը մի դանակի հարված է պահում։ Բայց այդ ոնց մոռանամ։ Գիտես այդ այդքան հեշտ է։ Դու լավ գիտես քեզնից ոնց եմ զզվում։ Եթե Էրնան կարողանում է ազդել Հունանի վրա, ին վրա ազդել չի կարողանա։ Իմ խիղճը չի տանջի։ Ինա երբ ես հանգստանալու։ Ասեմ։ Հունանի երկրորդ անգամ տարել են բաժին ու սրա պատճառով։ Այս վերջին զգուշացումն է քեզ ու քո ավոյին։ Քանի Հունանը բաժնում է, ես չեմ հանգստանա։ Ես կհանգստանամ միայն մի դեպքում, երբ այդ վտանգը իմ ձեռքերով կթաղեմ այնքան խորը, որ ոչ ոք չի գտնի։ Մամ, բարի դուրս գանք։ Էրնա, խոսքը աղբորդ մասին է։ Քո պատճառով աղբորը դատում են, այդքան հիմար չի կարելի լինել։ Լավ հերիքա, մամ, արի։ Դու մի օր քո մասին այնպիսի բան կիմանաս, որ կզարմանաս, բայց ուշ կլինի։ Հավատա, ես արդեն զարմանում եմ, այնքան բան եմ լսում։ Քեզ ու կնոջդ մի տան մեջ կվառեմ։ Ավելի ճիշտ քո կանանց, գոնե երեխայիդ խղճա։ Եթե ես դաժանացա, իմ դաժանությունը տարիքային սահմանափակում չունի։ Ես չա կատարվում։ Ցավը տանում ես չես խոսում։ Ո՞վ է ձեզ սենց հեքիաթներ պատմում, դուք էլ հավատում եք։ Ես ինչ ես խոսում, Ինա ջան։ Լսի, ով ես դու։ Սաղ կյանքս ատել եմ սուտը։ Սատին էլ չափ կա, հերիքա ժողովուրդ։ Ուրեմն սուտավոր երեխա ունես։ Հա։ Ուրեմն մտածելու բան էլ չունես։ Հետո չգաս ասես, Ինա ջան, ես ինչ արեցիք։ Ես Ինան չլինեմ, եթե քեզ չստիպեմ, որ ծնկաչոք Հունանից ներողություն խնդրես։ Ես Ինան չլինեմ, եթե քեզ նենց չցավեցնեմ, որ հոգեկանդ խանգարվի։ Պետք չէր Հունանի հետ սենց վարվել։ Ինձ ինչ որ բան ունես էլի ասելու։ Հա։ Ասա։ Զգույշ եղեք։ Եղավ։ Լավ, ես էլի ցավեր ունի։ Հա, լավ չի զգում իրան։ Ոնց ես, պապի։ Լավ չի, արի։ Գնաց գոշնեսնի, Լեո, նայնքո։ Պապի։ Պապի մատ ինձ նայիլը։
Պապի։ Պապի։ Խմի, պապի։ Պապի։ Խմի։ Եկեք տանենք հիվանդանոց, ինչին ենք սպասում։ Ոչ մի հիվանդանոց։ Պապի, լավ էլի, տեսնում եմ, որ լավ չես։ Հեռու մնացեք, ասեցի։ Պապի, լավ էլի։ Հո կապրիզ անելով չի, խմի մի հատ։ Հեռու մնացեք։ Հիմա կանցնի։ Ով կա տեղարա, ես դեղ պետք է խմեմ։ Տխուր ես։ Չէ, մամ ջան։ Ուղղակի մտածում եմ։ Ինչի մասին։ Չգիտեմ էլ։ Մտքերս խառն են։ Բալես, ես գիտեմ, որ դու չէիր ուզում գայիր, բայց ինձ էլ հասկացի։ Մամ, հիմա ամենակարևորը քո առողջությունն է։ Ուղղակի ինձ վատ եմ զգում, որ նախորդ չէիր զգուշացրել։ Բալես, ուղղակի դու մարտի էիր պատրաստվում, դրա համար չուզեցի քեզ ավելորդ անհանգստացնեի, բայց հավատա, ոչ մի վտանգավոր բան չկա։ Մամ, ինչ ա եղել։ Ոչ մի բան։ Ուղղակի ստեղ մնալու իմաստը ես չեմ հասկանում։ Ես էլ քո տարօրինակ լարվածության իմաստը չեմ հասկանում։ Այ բալես, ես իմ համար չեմ լարվում, ես քո համար եմ լարվում։ Բայց ինչի, ինչ ա եղել, մամ։ Խնդրում եմ, էլի ավելորդ հարցեր մի տուր։ Ավելորդ չի, ուզում եմ իմանամ։ Ես չեմ ուզում քեզ կորցնեմ։ Ասում եմ ինֆարկտի նախանշանները։ Չեք հիշում, անցած անգամ էլ սենց եղավ։ Ուրեմն գրքում տանում ենք հիվանդանոց։ Ոնց ուզում ա տանում ենք հիվանդանոց, հո իրա ուզելով չի դավո։ Լսի, հիստերիկ, մենք ցածր խոսում ենք, դու գոռում ես։ Հիստերիկ էսա։ Ինչ։ Սուս մնացեք երկուսդ գլուխն կջարդեմ։ Իրանն արդեն ջարդած է։ Արա բերանդ փագի։ Պապ, ինձ լսի, հիմա վեր կաց ու գնանք հիվանդանոց, հա ցավը Չէ, լավ։ Պապի, ինչն ես լավ։ Վեր կաց, արի։ Հիմա կանցնի ասում։ Պապի, ուզում ես զորով տանեմ քեզ։ Գլուխդ պատին կտաս։ Պապի, ինձ լսի, եթե քեզ մի բան եղավ, մենք երեքս կորած ենք։ Քո մասին չես մտածում, գոնե մեր մասին մտածի։ Մենք առանց քեզ ինչ ենք անելու։ Ոնց որ թե ինֆարկտ ա դավո։ Պապի վեր կաց գնում ենք հիվանդանոց։ Չէ։ Նորից պարտքի տակ ենք խրվելու։ Պապի ջան, կլինի չմտածես տենց բաների մասին, չենք խրվի, հանգիստ տեղի։ Պապի, իսկականից ինչ պարտք, ինչ բան, արի պետք է գնանք հիվանդանոց վայ։ Չէ, ասեցի։
Շտապօգնություն եմ զանգում։ Զանգի շուտ արա։ Այդ ինչ օրը գցի լավույն։ Ես դեռ ինձ զսպում էի։ Լաբա հորքուլ հետ արժեր տենց խոսա։ Չէ։ Հորաքրոջդ հետ պիտի խոսեին ինձ ոնց Ավոյի հետ խոսեցի։ Այս ամեն ինչի հեղինակը հորաքույրը տա։ Այդ անուղեղի պոչը բռնած ման է գալիս։ Լսում եմ։ Բարև ձեզ տիկինինը։ Բարև։ Ռոզյանով մի կին ենք երեխայի հետ, պարունակություն է հարցնում։ Ասա թող սպասի գալիս եմ։ Լավ։ Քշի հորդ օֆիս։ Օֆիս ինչ կա։ Քշի կիմանաս։ Ես չեմ կարող ասենց հանգիստ նստեմ։ Ոնց չգնամ հասկանամ ինչ ա եղել։ Լեա, մամա ճիշտ ասում։ Դու որ հաստատ ոստիկանությունում անելիք չունես։ Նոր բա ինչ անեմ։ Սենց անորոշության մեջ նստեմ սպասեմ։ Հա, պիտի սպասես։ Երևի բիզնեսի հետ կապված խնդիրներ են եղել, դրա համար կանչել են։ Պապատ հաստատ ամեն ինչ կկարգավորի, Լեա։ Երևի։ Լեա, կուզես գնանք մեր տուն։ Չէ, նոր ավելի լավ քայլենք մի քիչ։ Դե ուրեմն այս լարվածությունը դիր մի կողմ ու էլ մի անհանգստացի։ Ամեն ինչ օրորի ավելի է իրար խառնվում։ Այն նորից էս պանիկան սկսվեց։ Լավ էլի նոր։ Լեա, բոլորն էլ խնդիրներ ունենում են։ Ուղղակի հերիք է էլի անհանգստանաս, դու ոչ այդ քո գնալով ես օգնելու, ոչ էլ էս քո լարվածությամբ։ Այս ողբի ժամա Ուղղակի ինձ վատ եմ զգում ավ։ մալադեցել է։ Ին վատը զգալու փոխարեն դու ես քեզ վատը զգում։ Չէի ուզում աղբորս ընտանիքի հետ թշնամանալ։ Հա բայց ով ա ուզում։ Էդ իրանք են ուզում մեզ հետ թշնամանան։ Տեսար։ Էս ինչ էր։ Յանի ես ինչ ձև էր հարսիտ պահվածքը։ Եկավ, երգեց գնաց։ Գրիգորին էլ հետը բեք վոկալիստ էր բերել, հա։ Ավ խնդրում եմ, այդ բողոքը հետ վերցրու հանգիստ ապրենք ինչ կլինի։ Էս մոտդ էլի հովհարային անջատումներ են։ Խնդրում եմ։ Հիվանդ ես դու։ Ժամանակին աղբորդ խնդրեիր, որ ինձ այսօրը չգցեր։ Հունանին էլ եմ խնդրել, հիմա էլ քեզ եմ խնդրում։ Սուսմն էլի, ներվայնանում եմ։ Հունանի բանտ նստելը քեզ ոչինչ չի տավ։ Այ որ մի հատ քիթը գետնին կպնի, այդ ժամանակ կհասկանա։ Ավո աղաչում եմ։ Ձենդ կտրի էլի։ Հերիքա կերակ ինձ։ Էլ արուն չկա, սաղ վերցնում եք։ Էնի մի կողմից, դու մի կողմից։ Անտե բա ոնց։ Մակուցների ձեռագիրն է, չէ։ Իրանք խփեն, դանակով խփեն, ու հետո մարդկանց ուզենան համոզեն, որ իրանք են մեղավոր։ Լուրջ։ Ես չեմ ասում, որ դու ես մեղավոր, ուղղակի խնդրում եմ, որ բողոքդ վերցնես, հանգիստ ապրենք։ Հեռնա։ Այն դուրը տենում ես։ Հիմա դուրս արի։ Այն դռնով, դուրն էլ դրսից փագի։ Աղաչում եմ։ Էռնա ջան, աղաչում եմ։ Դուրս արի, դուրը դրսից փագի։ Գնա։ Խեղճ ավո, ես սուրես ենք։
Ինձ հիշում եք, չէ՞։ Հա։ Ինձ ունանն է հետ կանչել, ասել է, որ մեր անվտանգությունը ապահովված կլինի։ Բայց ես երախուս համար եմ անհանգիստ։ Նստիր։ Այն որ Ավոն փորձում է բոլորիս հիմարեցնի, դա քննարկման ենթակա չի։ Չեմ ուզում երեխայի մոտ շատ բան խոսել։ Ուղղակի կասեմ, որ ձեզ տնով կապահովեմ, բոլոր հարցերը կլուծեմ։ Միայն թե տուն մի վերադարձեք։ Ինքն առաջինը այնտեղ է փնտրելու։ Պայմանն է սա։ Ավոն պիտի հասկանա, որ խաբելը լավ բան չի։ Ինքը մի անգամ դրա համար պատասխանը ստացավ, բայց ոնց որ չհասկացավ։ Այս անգամ պիտի անցնենք հասկացնելու փուլին։ Ես ինչ պետք է անեմ։ Լինես երկրում ու օգնես ինձ։ Լավ, բայց ուզում եմ հասկանալ օգնել ասելով ինչ նկատի ունեք, որովհետև երեխային հաստատ վտանգի տակ չեմ դնելու։ Ես դա երբեք քեզնից չեմ պահանջի։ Զգացել ես վերջերս հիվանդանոցներում ավելի շատ են լինում, քան տանը։ Լավ, բա փողերի պահ ինչ ենք անելու։ Դու ես շատ գիտեմ։ Կարևորը պապս լավ լինի, ինչ որ պետք է կանեմ։ Ինչ ասեմ, հալել է էլի էտ ավոին, որ այսքան տարի մեզ ֆռացրել է։ Այս կինն ու երեխան մեր հաղթաթուղթն են ավոին ոչնչացնելու համար։ Հունանը մի բան գիտի, որ կանչել է։ Այ մամ, ես քո վրա եմ զարմանում, դու ոնց ես դրան վստահում։ Մի ավո էլ ինքն է էլի, որ այսքան տարի հետո ապրել է։ Զուտ ուզում է ջրից չոր դուրս եկած լինի էլի։ Ուրեմն մի ավո էլ հորաքույրը դա, որ այդքան տարի հետն է։ Հիմա հասկացար ինչի կոպիտ խոսեցի։ Դու մտածում ես հորքուրն իմացել է։ Ուղղակի չի ուզել իմանալ։ Չգիտեմ։ Ես քեզնից չեմ պահանջում, որ իմանաս։ Կարևորը ես գիտեմ։ Դու ընդհանրապես կողքի սեղի այդքան բան։ Դավիթ ջան, անհապաղ պիտի ստենդավորում կատարվի։ Սպասելու տարբերակ չունեք։ Մեզ ձեր համաձայնությունն է պետք։ Հա, իհարկե, ինչ որ պետք է արեք։ Իմացեք, որ ամեն րոպե կարևոր է։ Բժիշկ, իսկ հետո ինչ է լինելու, ոնց է լինելու։ Պապիկը տարիքային այն սեգմենտում է, որը ռիսկային է։ Մենք հին ստենդի միջով պետքա նորը անցկացնենք, նաև երկու խցանված անոթ ունենք, որոնք նույնպես պետքա ստենդավորել և ընդհանուր առմամբ 3 ստենդ։ Լավ, բա ֆինանսական մասը կասեք։ 3 ստենդի արժեքը 3 միլիոն դրամ է։ Խեղճ երեխեքս ոնց են ես վիրահատության գումարների տակից դուրս գալու։ Ամոթից կմեռնեմ ես։
Բայց շտապ եմ ասել, որ գումարի մասին պետք չի անհանգստանալ։ Ախր այնքան մեծ գումար է, ոնց չանհանգստանանք։ Պետությունը ծախսերը հոգնում է։ Այնպես որ մտահոգվելու կարիք չկա։ Շատ արագ ստենդավորումը կկատարվի։ Մինչև տուն ես հասցրել, կրակը մարել է։ Բան չկա, իմ քաշ տղա։ Կարևորը որ բերել տուն ես հասցրել։ Դու տաքացի, սառել ես։ Ես էլ գնամ, կերակուրը տաքացնեմ, երևի են էլ սառեց։ Թե ասա հերդ ու հոպարը տին չեխան, մինչև հիմա չկան, կոտորվեցինք սոված։ Ամանն։ Դավ ինչ արեցիք, ինչ նորություն կա։ Պապին է ստենդավորում։ Ու ես ձեր հետ չեմ, չէ՞։ Այդ նորմալ չի։ Նորմալ է։ Պապին էլ մենք էլ ավելի հանգիստ կլինենք, որ դու տանը լինես։ Մնա տանը էլի քո համար հաց կեր, պարկի, քնի, հանգստացի, կարևորը լավացի։ Որստանգայր ինչ էր անելու, մեզ էր խանգարելու ներվերներս ուտելու իր։ Թե չէ որ մենք ստեղ ենք, ինչ ենք անում։ Ինչքան տանջանքի միջով անցնում պապս։ Ինչքան տանջանք է տենում։ Լավ, խնդրում եմ, մենակ խոստացեք, որ հենց վիրահատությունն ավարտվի անպայման կզանգեք։ Հա կզանգեմ, բա ինչ կանեմ։ Դե լավ, սպասում զանգին։ Լավ։ Անհանգստանում է պապի համար։ Մեկ ինձ թվում է, որ պապին միակ մարդն է, ում մանանը ինչ-որ չափով գոնե սիրում է։ Ավոն պատերազմա ուզում կստանը։ Դրա հետ իրա ձևով պետք է խոսանք, մամ։ Պետք է միանգամից ճամփեն գնա։ Կլինի դու խոսելուց առաջ մտածես։ Հա, բայց ինչ ասացի, որ այդտենց սիրտը ցաված։ Տղա ջան, ոնց որ վարձու մարդասպանների ընտանիք լինենք։ Մարդ են աշխարհ ուղարկելը մեզ համար ոչ մի բան է։ Այդ օգում մեր համար ոչ մի բան է դա։ Հա, ոչ մի բան է, ու մենք դա կապացուցենք։ Լավ, ուր ենք գնում, մամ։ Հորաքրոջդ տուն։ Օրքուն ես ինչի։ Հաճելի անակնկալ անենք։ Ալո, խոսա։ Ռոզին ու երեխեն հարապետությունում են։ Ես դրան սպասում էի։ Ասրել են լինել Հունանի օֆիսում։ Ահա, սաղ իմ պատկերացրած սցենարով է գնում։ Բա հետո աներձակիս օֆիսում ում են հանդիպել, ում հետ են խոսացել, եթե ինքը փակի տակ է։ Տիկինն ու տղեն էին։ Տղեն դեբիլ է, տղեն հեչ, տղուն անցանք։ Կինն էլ մնացել է դերի տակ, առանց Հունանենի ոչ մի բանը։ Շատ երկար չմնացին օֆիսում։ Բա ուր գնացին, ինչ են արել երեխուս հետ։ Հյուրանոց են տեղափոխվել։ Կագո ջան, բա ում ես սպասում։ Դու քո անելիքը լավ գիտես ինչ պիտի անես։ Դե անցի գործի, ապրես։ Ամոթել է, որ հավոյի պես ոչնչության հերեսից ազատությունից զրկվեմ։ Եթե այդ լիներ Ռաֆում կամ նույնիսկ նրա տղեն, ուրիշ բան է, ինչ որտեղ կուտվեր։ Հավոյի համար փակի տակ մնալը իմ համար չի։ Գոնե մեռած լիներ, էլի արդարացված կլիներ։
Հանգիստ Ռոզի, դու ճիշտ որոշում ես կայացրել։ Քո երեխու ապագայի ու քո կյանքի հարցն է։ Եթե ես ընտանիքն առաջ չեմ կներ, հաստատ ավոյի ձեռքն էին կնելու ու ողջ չէի մնալու։ Հեսա գալիս եմ։ Ո՞վ է։ Ունան մակունցի աշխատակիցներն են։ Ինը մակունցն է եղել։